Ինչն է Հայաստանում հաղթելու։ Սա թե բարոյականությունը։ Սա թե բարին։ Սա թե առաջականը։ Սա թե մենք, թե հայը։ Հունիսի 7-ին ապարզել։ Հենց որ ըստ դրա կունենանք այն Հայաստանը, որը իր ընտրությունը կատարի։ Հայաստանը իր ընտրությունը ոնց կկատարի, այնպեսի ապագա էլ ունենա։ Թող հետո ոչ մեկի վրա մունած չկա։ Հիմա լսենք։ Ղարաբաղի акցենտով է ով մեր հայրենիքը ջերից զգացիք արցախցիների ծաղր անում, ես երեխեքի ծաղր անում։ Ես երեխեքի ծաղրն անում։ Ես երեխեքի ծաղրն անում։ Դասերում այսօր չեն հնչելու վերջին զանգերը։ Աշակերտներն ուրախ այսօր այն կողմ չեն վազելու։ Բայց դրա համար դա խնդիր չի ինքը։ Արա համբալներ։ Դուք Ֆերարի արագության փախել եք արա։ Մենք չենք փախել։ Մենք քոչվորական չենք։ Մենք բռնի կերպով տեղահանվել ենք։ Հասկանում եք, բռնի կերպով։ Մենք այլ տարբերակ չունեինք։ Չնայած չէ, ունեինք, ցեղասպանվելու տարբերակ ունեինք։ Չնայած ինչ եղավ 2020 եւ 23 թվականներին, միայն ու միայն ցեղասպանություն կարելի է անվանել։ Ընտրություններին գնալիս խնդրում եմ հիշեք, թե ում ժամանակ մենք բռնի կերպով տեղահանվեցինք։ Մենք չենք փախել։ Ես գիտեմ։ Դուք ով եք արա, որ կարաք խոսակ։ Ու ծափեն տալի անասունների հոտը, թողներն ինձ անասունները։ Ես ուզում եմ այս տականքներին հիշեցնեմ, սրան ծապտվողներին հիշեցնեմ, որ երբ որ այս մարդկանց վրա հարձակվել էր, սովահարված փոքրիկ Արցախի վրա, ամբողջ Ադրբեջանը, սա ամբողջ աշխարհին ելույթ հայտարարեց, որ Արցախում վտանգ չի սպառնում այնտեղ։ Բա դուք ով եք անում, այս ծապտվողները, դուք ինչից եք առաջացել։ Իսկ հիմա դուք էլ Նիկոլի նման ոնց եք առաջացել, ասեմ, տեսել եք, չէ՞ որ աղբը երկար թողում եք արևի տակ, ինչ որ անպայման մի բան առաջանում է, չէ՞։ Այո, երկար ժամանակ որ աղբը մնում է արևի տակ, մի բան առաջանում է։ Այնպես է առաջացել Նիկոլը իր այս ծապտվողների հետ միասին։